Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Եթե վարչապետը առանց արտաքին հետախուզության ծառայության տվյալների նման հայտարարություն է անում, դա նշանակում է ինքը ունի բանավոր պայմանավորվածություններ, բանավոր բանակցություններ եւ հետեւաբար այո, պարզ տրամաբանությունը ասում է, որ ինչ որ բան այն չէ։ Երեք պատերազմ բերած ուժը այսօր եկել եւ խոսում է խաղաղության մասին։ Երեք պատերազմ բերած ուժը այսօր փորձում է համեմատվել մի քաղաքական ուժի հետ, որի ղեկավարի իշխանության օրոք երկրում պատերազմ չի եղել։ Երեք պատերազմ բերած ուժը, որ ամեն ինչ արեց, որ պատերազմ սկսվի, որ ոչինչ չարեց, որ այդ պատերազմը ժամանակին դադարի, ամեն ինչ արեց, որ թշնամին հնարավորինս շատ առաջ գնահասնի Շուշի եւ Հայաստանի սահմաններ հենց այն տարածքներում, որի պատասխանատվությունը Հայաստանի բանակինն էր, ասել է թե մեր իշխանությանը, հիմա այս ուժը այսօր եկել խոսում է խաղաղության մասին։ Այո, դուք այսօր խոսում եք խաղաղության մասին, որովհետև դուք արդեն պատերազմ բերեցիք։ Պատերազմով վախեցրեցիք մեր ժողովրդին։ Ալեքսանյանն ասում է «Էտում երեխաների հաշվին», պարոն Ալեքսանյան, «Էտում երեխաների զոհերի հաշվին պատերազմը առաջ տվեցիք, Արցախը հանձնեցիք եւ դա համարեցիք ձեռքբերում։ Այդ որ երիտասարդների զոհերի հաշվին Նիկոլ Փաշինյանը այսօր կանգնեց ազգային ժողովի դահլիճում եւ հայտարարեց. մենք նույն արդյունքը կունենայինք առանց զոհերի, բայց մեզ դավաճան կասեին, բայց Շուշին պետք է հանձնեինք։ Այդ ում երեխաների զոհերի հաշվին դուք պետք է պատասխան տաք դրա այդ հարցերի մասին, ոչ թե մենք, պարոն Ալեքսանյան, այնպես որ պատերազմ բերողը պատերազմ հրահրողը, զոհերի պատճառ դարձողը երբեք իրավունք չունի խոսել խաղաղության մասին։ Ավարտեք եւ նստեք։